Սիրելի հայրենակիցներ, հարգելի պատգամավորներ, ես ուզում եմ առանձնացնել մի հատված այսօր ներկայացված օրենքի նախագծից, որը վերաբերում է Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիայի շրջանավարտների այն հնարավորությանը, որ ավարտական քննությունները կարող են հանդիսանալ նաև ատեստավորման քննություն։ Վերջին շրջանում մենք բազմիցս ներկայացրել ենք, թե ինչ փոփոխություններ են իրականացվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում եւ ինչ հնարավորություններ են ընձեռվել մեր կուրսանտներին եւ ապագա սպաներին։ Ես ուզում եմ եւս մի անգամ նշել, որ 4-ամյա կրթությունից հետո, երբ ավարտում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, մեր սպաները ստանում են բնակարան, որի արժեքը այսօրվա գներով 35 միլիոն դրամ է, այսինքն Երևան քաղաքում կամ Հայաստանի Հանրապետության որևէ հատվածում մենք նրանց տրամադրում ենք սերտիֆիկատ, որի միջոցով նրանք կարողանում են կատարել այդ գնումը։ Իհարկե սա ենթադրում է, որ 20-ամյա պայմանագիրը պետք է ամբողջությամբ իրացվի, բայց նաև ուզում եմ նշել, որ գերազանց առաջադիմություն ունեցող յուրաքանչյուր սպա, որ ավարտում է ակադեմիան, կարող է ստանալ 620,000-ից մինչև 750,000 դրամ աշխատավարձ։ Եվ հարցս հետևյալն է. ասեք մի մասնագիտություն, որը բուհը ավարտելուց հետո քաղաքացին կարող է անմիջապես վաստակել 620-ից մինչև 750,000 դրամ աշխատավարձ, բնակարան, այսինքն մարդը 21-22 տարեկանում ունենում է սեփական բնակարան, բարձր աշխատավարձ, պետական բազմաթիվ երաշխիքներ, եւ հարցս հետևյալն է. ընտրեք մասնագիտություն, որը ավելի լավն է։ Կարծում եմ ամենալավը եւ ամենաերաշխավորված մասնագիտությունը այսօր հենց զինվորական մասնագիտությունն է եւ կոչս մեր պատանիներին, երիտասարդներին, նրանց ծնողներին մտածեք եւ կողմնորոշվեք հօգուտ զինվորական ծառայության եւ սպայի պատվաբեր պաշտոնին ու դերին։